Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ, ինչը որոշակի լավատեսություն է ներշնչում, որ կողմերի միջև ստորագրված զինադադարը ավելի երկարաժամկետ կդառնա։ Լաս Վեգասում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված էր հարվածել Իրանին, որպեսզի կանխեր նրա կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, սակայն պատերազմը շուտով կավարտվի եւ հանրությունը լավ նորություններ կլսի։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի համաձայնության մասին 2025-ի ամռանը երկրի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով թաղված միջուկային փոշին հանձնելու մասին։ Խոսքը վերաբերում է բարձր հարստացված ուրանին, որը ըստ ատոմային էներգիայի միջազգային գործակալության մնում է խորը գետնի տակ։ Այս ամենի խորապատկերին Պոլիտիկո պարբերականը հղումանելով իր աղբյուրներին տեղեկացնում է, որ Թրամփը կարող է լրացուցիչ զիջումների գնալ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար։ Պարբերականը նշում է, որ Թրամփի կողմից Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունը ցույց է տալիս, որ նա հուսահատորեն ցանկանում է դադարեցնել պատերազմը Իրանի դեմ։ Պարբերականը մեջբերում է Պարսից ծոցի երկրներից մեկի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը, նշելով, որ քանի որ Իսլամաբադում Իրանի հետ ուղիղ բանակցությունները չեն կարողացել առաջընթաց ապահովել, Թրամփը կարող է ավելի զիջող լինել Իրանի առնվազն որոշ պահանջների հարցում։ Այս ամենի հետ մեկտեղ Reuters-ը հղումանելով իրանական աղբյուրներին հայտնում է, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները կենտրոնացել են հակամարտության վերսկսումը կանխելու նպատակով կնքված ժամանակավոր համաձայնագրի վրա, քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ դեռևս լուրջ տարաձայնություններ կան։ Այս քայլը հաջորդել է շաբաթավերջին Իսլամաբադում կայացած անավարտ բանակցություններին, որոնց ընթացքում քննարկումները շարունակվել են բարձր հարստացված ուրանի ճակատագրի եւ Իրանի միջուկային սահմանափակումների ժամկետների շուրջ։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել, այդ թվում Հորմուզի նեղուցի կարգավորման հարցում, սակայն հիմնական հարցերը մնում են չլուծված։ Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Իրանը ձգտում է հուշագրի, որը ենթադրում է իրանական ակտիվների ապասառեցում Հորմուզի նեղուցով ավելի շատ նավերի տարանցման թույլտվության դիմաց։ Նրանք հավելել են, որ քննարկված առաջարկների համաձայն նավերը կկարողանան ջրային ուղու հատվածներով տարանցիկ անցնել նավազեցված ռիսկով, եթե ավելի լայն համաձայնության հասնեն։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է Իսրայելի եւ Լիբանանի միջև ժամանակավոր հրադադարի մասին համաձայնագրի տեքստը, որը ինչպես սպասվում է ուժի մեջ կմտնի այսօր գիշերն եւ ուժի մեջ կմնա 10 օր։ Երկու երկրներն էլ կաշխատեն ստեղծել պայմաններ, որոնք նպաստում են երկու երկրների միջև երկարատև խաղաղությանը, միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիակատար ճանաչմանը, ինչպես նաև իրենց ընդհանուր սահմանի երկայնքով իրական անվտանգության հաստատմանը, ապահովելով Իսրայելի ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը, նշվում է համաձայնագրում։ Կողմերը նշել են ոչ պետական զինված խմբավորումների գործունեությունը սահմանափակելու իրենց ծրագրերը, որոնք խաթարում են Լիբանանի ինքնիշխանությունը եւ սպառնում տարածաշրջանային կայունությանը։ Երկրները կարծում են, որ նման խմբավորումների գործունեությունը պետք է սահմանափակվի այնպես, որ Լիբանանում զենք կրելու թույլատրված միակ ուժերը լինեն երկրի անվտանգության ուժերը։ Բանակցություններում միջնորդություն իրականացրած Միացյալ Նահանգները իր հերթին նշում է, որ Իսրայելը պահպանում է իրավունքը ցանկացած պահի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրեն պաշտպանելու պլանավորած անխուսափելի կամ շարունակվող հարձակումներից եւ ռազմական գործողությունների դադարեցումը չպետք է խանգարի դրան։ Ավելին Միացյալ Նահանգները համաձայնագրում նշել է, որ ժամանակավոր հրադադարի մեկնարկից հետո Լիբանանը միջազգային աջակցությամբ կձեռնարկի իմաստալից քայլեր կանխելու Հեզբոլլահի եւ Լիբանանի տարածքում գործող մյուս բոլոր ոչ պետական զինված խմբավորումների կողմից հարձակումների եւ այլ թշնամական գործողությունների իրականացումն Իսրայելի դեմ։ ԱՄՆ նախագահ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իսրայելը եւ Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի ապրիլի 14-ին 1993 թվականից ի վեր առաջին անգամ ուղիղ բանակցություններից հետո։ Այս ամենի խորապատկերին երեք իսրայելցիներին ուղղված իր ելույթում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ունի երկու հիմնական պահանջ՝ առաջինը Հեզբոլլահի զինաթափումը եւ երկրորդ կայուն խաղաղության համաձայնագիր
խաղաղության ուժի միջոցով։ Մենք մնում ենք Լիբանանում, ամրապնդված անվտանգության գոտում, մենք չենք հեռանում։ Սա անվտանգության գոտի է, որը ձգվում է ծովից մինչև Դով լեռ եւ Հերմոն լեռ տանող մատույցներից մինչև Սիրիայի սահմանը 10 կիլոմետր լայնությամբ գոտի, որն ավելի ամուր է, ավելի շարունակական ու ավելի դիմացկուն, քան նախկինում։ Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, նա մտադիր է շարունակել ծովային շրջափակումն ու ոչնչացնել Իրանի մնացած միջուկային ներուժը։ Նա կարծում է, որ կարող է մեկընդմիշտ վերացնել այս սպառնալիքը, ասել է Նեթանյահուն։ Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարաան թուրքական Անադոլ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի եւ Իսրայելի միջև բանակցությունները փակուղի չեն մտել, սակայն մեծ դժվարությունների են բախվում Իսրայելի սիրիական տարածքում ներկայություն պահպանելու համառության պատճառով։ Ալ-Շարաան նշել է, որ Իսրայելը մեծ դաժանություն է ցուցաբերել Սիրիայի նկատմամբ, անդրադառնալով սիրիական բազաների վրա հարվածներին ու երկրի որոշ հատվածներում իսրայելական ուժերի ներկայությանը։ Նա սակայն հավելել է, որ Սիրիան լրջորեն հանձնառու է Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի հասնելուն տարածաշրջանային կայունությունը պահպանելու համար։ Ալ-Շարաան նաև նշել է, որ Սիրիայի եւ Թուրքիայի հարաբերությունները հիանալի են զարգանում եւ նրանց միջև տարածաշրջանային կապի առումով հսկայական հնարավորություններ են բացվում։ Ադրբեջանը ունի եզակի աշխարհագրական դիրք եւ երկրի ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում երկիրը տրանսպորտային հանգույցի վերածելու համար։ Այս մասին Բաքվում կայացած ադրբեջանա-ռուսական գործարար խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով քննարկումը վերաբերում է երկաթուղային, ճանապարհային, օդային ու ծովային տրանսպորտի զարգացմանը։ Նա նաեւ նշել է, որ այս ոլորտները ակտիվորեն զարգանում են, ստեղծելով առավելագույնս բարենպաստ պայմաններ բեռնափոխադրումների, փոխադրողների եւ ստացողների համար։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը եւ ռուսական երկաթուղիները սերտ կապի մեջ են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ ու միշտ լիակատար փոխհմբռնում են գտնում։ Սա առաջին հերթին վերաբերում է հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը։ Ռուսաստանի փոխվարչապետը կոչ է արել ռուսական բիզնեսին օգտվել Ադրբեջանի կառավարության կողմից ստեղծված հնարավորություններից ու ներդրումներ անել այդ երկրում։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, մնացեք առաջինի հետ։